Այսօր ապրիլի 27-ին փաստաբան Արա Զորաբյանը տեղեկացրել է, որ դատարանը պարտավորեցրել է քննչական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական արշավի շրջանակում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հանդես էին եկել հայտարարությամբ, քաղաքացիներին կոչ անելով հաջորդ օրը հավաքվել Մայրաթոռում եւ պահանջել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Դեկտեմբերի 18-ին հակաեկեղեցական արշավի մասնակիցները Մայր տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ, թեև փաստի առթիվ հաղորդում էր ներկայացվել, սակայն քննչական մարմինը որոշել էր վարույթ չնախաձեռնել, ինչին կողմ էր արտահայտվել նաև դատախազությունը, սակայն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ բավարարել է ներկայացված բողոքը։ Դատարանն արձանագրել է, որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք հնարավորություն կտային լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ։ Ըստ դատարանի, հաղորդման մեջ նշված փաստերը պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին՝ խուլիգանություն։ Մասնավորապես հաղորդմամբ նշվում է, որ Տավրոս Սափեյանը բարձրանալով Մայր տաճարի սյուների վրա ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հավատացյալների նկատմամբ եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Դատարանն ընդգծել է, որ խուլիգանության իրավական գնահատականի համար վճռորոշ դեր ունի կատարման վայրը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մարդկանց բազմության ներկայությամբ նման վարքագիծը չի կարող մնալ առանց քրեական հետևանքների։ Այսպիսով, դատարանի որոշմամբ քննչական մարմինը պարտավոր է նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել լիարժեք նախաքննություն։